Երկու հարց Ռուսաստանյան այցի հետ կապված, արդյոք Ռուսաստանի վարչապետի հետ քննարկվեց ԵԱՏՄ-ի սահմանափակումները, որոնք Հայաստանի նկատմամբ կիրառվում են, Հայաստանի արտադրանքների նկատմամբ, եթե այո, ինչու չհաջողվեց հասնել փոփոխության, որովհետև կարծես թե ոչ մի բան չի փոխվել եւ ուզում եմ հարցնել նաեւ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից իրավապահները նրան բերման ենթարկեցին, տարածեցին տեսանյութ, որտեղ երևում է թե ինչ մոտեցմամբ են աշխատում, կալանավորվեց։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, ձեզ գոհացրեց այն, ինչ արեցին իրավապահները, եւ արդյոք դուք համարում եք, որ ձեր նախընտրական խոստման առնվազն մի մասը նրան բանտ նետելը կատարված է, հիմա մնում է ունեզրկման process-ը իրականացնեք։ Շնորհակալ եմ հարցերի համար։ ԵԱՏՄ-ի հետ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին, սպասելով որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորը տեսնեք։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետությունը գործում է իր լիազորությունների շրջանակներում, այդ թվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի տված մանդատի շրջանակում։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա այն, ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Հաջորդ հարցը։ Այն ժամանակ, երբ որ մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, այդ դեպքում, որ խարդախությամբ եւ գցելով հարստություն կուտակածները ենթարկվեն պատասխանատվության, ոչ չեմ համարում, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։ Պարոն վարչապետ, շարունակելով Ծառուկյանի թեման, քարոզարշավի ընթացքում դուք Ծառուկյանին ուղղված հետեւյալ խոսքերն եք ասում, գլուխդ պատին կտած սաղին չոկացնելու բերելու ենք պատասխանատվության Ծառուկյան Գագիկ լեզուտ երկարելա ես քեզ ասում եմ եւ ձեր այս հայտարարությունից հրապարակային սպառնալիքից հետո մենք տեսնում ենք որ ԱԱԾ-ականները գնում են կանգնած ոչինչ չանող ժպտացող Գագիկ Ծառուկյանին թևերից բռնում են եւ գցում են հատակին, սրանով դուք ինչ ուղերձ եք փոխանցում հանրությանը, մյուս անձանց, ինչ եք ուզում դուք սրանով ասել, որովհետեւ մեր տեղեկություններով այդ տեսարանը եղել է այն ժամանակ, երբ որ ԱԱԾ-ն մտել է Ծառուկյանի առանձնատուն, իսկ ձերբակալումը եղել է դրանից 12 ժամ անց, եթե դա ձերբակալման բուն process-ը չէր, ապա այդ տեսարանը ինչի էր բերմադրվում, սրա ուղերձ մեսիջը հանրությանը որն է, պարոն վարչապետ, եւ Ծառուկյանի կենդանիների այդ թեման 2000-ականներից, եթե չեմ սխալվում, մամուլում շրջանառվում է, բայց գոնե ձեր իշխանության օրոք դա հայտնի էր 2020 թվականից, երբ որ ԱԱԾ-ն ընտրակաշարքի գործով մտավ, կադրեր հրապարակվեցին նաև այդ խրտվիլակներից, կենդանաբանական այգուց, ավելին 2024 թվականին մի բլոգեր միլիոնանոց լսարանով մտավ այդ ամեն ինչը նկարահանեց, Քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցեց, բայց հետո գործը տեղից չէր շարժվում, ինչքան հարցնում էինք, ասում էին զարգացումներ չկան։ Եվ հիմա այսպիսի կարծիքներ կան, քննադատություններ ձեզ ուղղված, պարոն վարչապետ, որ գիտեիք, չէիք դա օգտագործում եւ պահում էիք որպես մահակ ընդդիմախոսների, ընդդիմադիրների նկատմամբ եւ քաղաքական նպատակահարմարության պայմանավորված դա օգտագործում եք։ Ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Ուղղանում հետեւյալ կերպ, որ ինչպես ասել եմ, 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատա իրավական մաֆիայի դեմ եւ այն մարդիկ ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը որոնք պատշաճ ընթացք չեն ստացել այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատա իրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել
Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի, որ เป զի դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։ Օրինակ, ասում են, որ քաղաքական հետապնդում, ես ասում եմ, որ ընդհակառակը տեղի է ունեցել միջև վերջերս քաղաքական չհետապնդում, որովհետև այդ թվում պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար։ Եվ դրա վերջը պետքա տրվի, եւ դրա վերջը պետքա տրվի այդ թվում ժողովրդի տված մանդատով։ Երկու հարցի հետ կապված է։